Հովհաննես Խաչիկյանին առաջ անգամ տեսել եմ Փաթուլ Ալթունյանի անվան երգի Պարի պետական վաստակավոր անսամբլում։ Ես արդեն ընդունվել էի կոլեկտիվ, հրավերով ընկեր Խաչիկյանը եկավ մեզ հետ աշխատելու։ Շուրջ 20 տարի միասին աշխատեցինք ամբողջ կյանք։ Ծնունդը պատմեմ, որ ոտը սղած ընկա։ Ծնունդը է, որ սալյուտը բացեցին գավրեց։ Իրանի Իսլամական Հանրապետություն շրջագայությունների էինք մեկնել, այնպես ստացվեց, որ գրաֆիկի հետ ժամային թյուրիմացություն եղավ, աղջիկներս դասական պարից ուշացան։ Ու որպես ամենամեծ եւ հին պարուհի դուռը բացեցի առաջինը ես, երաժշտության ավարտից հետո մի հատ ոտքից գլուխ չափեց, այդ ժամանակ արդեն մենք բոլորս քարացանք ու հնչեց հետեւյալ արտահայտությունը։ Պետք է այս երկրում էլ անպայման գոռամ, իմ ձայնը լսեն ու գոռաց։ Բարձր հետեւյալ արտահայտությունը հնչեց Տաթևիկ, դու այս շրջագայությանը քեզ ամենավատն ես պահում, որովհետև ուշացել ես դասական պարից։ Աղջի է, ասում էր։ Ուզում եմ բացատրի, որ պետք է շարժումը սկսել աջ ոտքից, բայց մենք բոլորս քայլում ենք անդադար ձախ ոտքով ու ինքը ձախ ոտքով հարվածում է հատակին ու ասում է աչով քայլեք, աչով, բայց ձախ ոտքով է հարվածում։ Այդ ժամանակ էլ մենք սկսեցինք բոլորս բարձրաձայն ծիծաղել, հետո հասկացավ ինչ է կատարվում, բայց միևնույն է ինքը իր դիրքերը չէր զիջում։ Ու ամենաթևավոր խոսքն է, որ աշած քարը գետնին չի մնա։ Երբ մենք տրտնջում էինք, չէինք ուզում աշխատել, բողոքում էինք պայմաններից, աշխատավարձից, միշտ ասում էր, ձեզ կտեսնեն, կգնահատեն ու երբ ելույթ էինք ունենում լեփ-լեցուն դահլիճներով, սկսվեց անսամբլի բուռն շրջագայությունները, բուռն տարիները լավագույն ինքը միշտ ասում էր, սա ձեր աշխատանքի պտուղն է, ինչ ցանել եք, դա էլ հնձում եք։ Ինքը Խաչիկյան ուրաչափ շատ սիրում ու կարոտում ենք։ Չենք պատկերացել անսամբլ առանց ընկեր Խաչիկյանի, որովհետև մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինքը միշտ լինելու է անսամբլում, միշտ։ Ու մենք չենք պատկերացրել, որ կլինի մի օր բաժանում, ու այն էլ սենց ցավոտ բաժանում։ Ամեն մեկի սիրում էր իր սեփական երեխայի պես, ամեն մեկի սիրում էր մեր տեսակի մեջ, մեր ձևով, շատ հոգատար էր, բայց միևնույն ժամանակ շատ խստապահանջ էր, շատ վայրկյաններ էր այդ ամեն ինչը տևում, դա զուտ գործնական շփում էր։ Գործի մեջ էր, այդ բարկության մեջ էր, իր այդ հասումի մեջ, որ ինքը կարող էր այնպես պայթել, որ մեր ամբողջ շենքը շարժվում էր այդ բարկությունից, միևնույն է, կար ջերմություն, որ բառերով չեմ կարող բացատրել իր բացակայությունը